Ես Վահե Սարգսյանն եմ, ծնվել եմ Արագածոտնի մարզի Բերքարատ գյուղում, ծննդավայրս գտնվում է Արագած լեռան փեշերին։ Միջնակարգ կրթությունս ավարտելուց հետո միաժամանակ ընդունվել եմ երկու բուհ, Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ բաժինը եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մարքեթինգ ֆակուլտետը։ Համալսարանը ընդունվելուց հետո մեկնել եմ պարտադիր զինվորական ծառայության 2021-ից 2023 թվականներին։ Ծառայությունից հետո իմ մեջ ավելի շատ շեշտադրումը ես անձնապես դրել եմ կարգապահության պատասխանատվության վրա։ Համարում եմ, որ այս երկու գործոնը եւ նաեւ հմտությունը շատ մեծ դեր են խաղում յուրաքանչյուրի կյանքում, ով ուզում է որևէ հաջողության հասնել։ Ծառայության տարիները Վահեն հիշում է երկու տարբեր զգացողությամբ։ Մի կողմից ձևավորված հաստատական բնավորությունն է, մյուս կողմից ծանր ապրումները։ Մասնակցել եմ 2022 թվականի իշխանասարի մարտերին, գտնվել եմ քաղաք Սիսիանում եւ ծառայել եմ հետախուզական ջոկատում։ Ամենաթեժ պահը եղավ սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամը 7-ից 8-ի սահմաններում, որտեղ հրետանային դիվիզիոնում ունեցել ենք 6 զոհ, որոնցից 2-ը զոհվել էին հենց այդ մեծ կրակահերթի ժամանակ, իսկ մյուս 4-ը զոհվել էին սեպտեմբերի 14-ի առավոտյան։ Եվ այդ զոհերից մեկը ընկերս էր Մանուկ Միքայելյան, ով դասակի հրամանատար էր եւ միաժամանակ իրար հետ ծառայում ենք նույն հրետանային դիվիզիոնում։ Ես եւ ինքը երկուս էլ ապրում ենք Արագածոտնի մարզի Ծաղկովիթի տարածաշրջանում։ Կռվից հետո շատ ծանր էր, քանի որ կորցրել ենք մեր ընկերներին, ում հետ կիսում ենք մեր առօրյան, մեր հացը եւ ամեն ինչ, մեր րոպեն վարկյանը անցկացնում ենք իրանց հետ։ Մենք մեզ քաջալերում ենք, որ մենք ուժեղ ենք, նորից ենք կարողանալու կռվենք եւ պատրաստ ենք նորից մարտի ցանկացած պահի։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել իմ հրետանային դիվիզիոնի հրամանատարին, պարոն փոխգնդապետ Հովհաննիսյան Արտուշին, ով ներկայումս հիմա ճիշտ է չի ծառայում Պաշտպանության նախարարությունում, բայց ինքը իմ ծառայության ընթացքում ինձ համար իդեալ է եղել որպես հրամանատար։ Վահե Սարգսյանը զորացրվել է ավագ սերժանտ կոչումով եւ վերադառնալուց հետո ընտրել առաջ շարժվելու, գործելու ու կառուցելու ուղին։ Այդ ժամանակ էլ ընկերներից լսեց 4090 հիմնադրամի մասին, որը 2020 թվականից պատերազմական գործողությունների մասնակիցների կողքին է, աջակցելով կրթություն ստանալու, վերապատրաստելու եւ կարիերայի զարգացման հարցում։ Երբ պատասխանը ստացա էլեկտրոնային հասցեի միջոցով, որ ընտրվել եմ հիմնադրամի կողմից, շատ ուրախացա, քանի որ ընդգրկվել է հիմնադրամի շարքերը, որը շատ խրախուսական էր եւ իմ մեջ մեծ մոտիվացիա առաջացրեց, որպեսզի ընդլայնեմ իմ հնարավորությունները եւ իմ մտահորիզոնը։ Միջազգային որակավորում ունեցող ֆրանսիական համալսարանում Վահեի սովորելու այս տարվա ուսման վարձը փոխհատուցել է 4090 հիմնադրամը։ Սակայն կառույցի գործունեությունը չի սահմանափակվում միայն ֆինանսական աջակցությամբ։ Այն բացում է նոր հորիզոններ, ստեղծում կապեր ու միջավայր, որտեղ Վահեն եւ մյուս շահառուներ կարող են իրենց գիտելիքներն ու կարողությունները զարգացնել, քայլելով դեպի մասնագիտական եւ անձնական նպատակները։ Հիմնադրամը համագործակցում է մի շարք առաջատար ընկերությունների հետ Հայաստանում թե միջազգային եւ կարծում եմ, եթե որևէ խնդիր է առաջանում կամ որևէ աջակցության կարիք կա, մենք ներկայացնում ենք հիմնադրամին, Տիկին Փահլևանյանին, հնարավորության առավելագույն սահմանով իրենք մեզ ընդառաջում են։ Մեկ ամիս առաջ, հոկտեմբերի 13-14-ին կազմակերպված էր միջազգային կոնֆերանս PDO եւ PSD, ես նույնպես մասնակցում էի Տիկին Փահլևանյանի հետ, այնտեղ կային բազմաթիվ գործարարներ, ովքեր ժամանել էին Հայաստան տարբեր երկրներից եւ իրենք բացատրում էին այն ճիշտ գործոնները, որոնց հիման վրա կարելի է հաջողության հասնել եւ ճիշտ ներդրումներ իրականացնել։ Կոնֆերանսի մասնակցության ժամանակ ամեն-մեկս ներկայացնում ենք մեր բիզնես պլանը, ես նույնպես ունեմ երկու մարքեթինգային բիզնես պլան, առաջատար գործարարներին ներկայացրեցի, իրանք գնահատեցին, որ աշխատանքը լավ արված էր եւ հետագայում բյուջեի առկայության դեպքում ես բիզնեսը հիմնելու եմ եւ սկսելու եմ գործել իմ երկրում։ Բնակչությանը ապահովելով լրիվ մաքուր սնունդ առանց որևէ հավելումների։ Նաև ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Տիկին Իրինա Փահլևանյանին, ով 4090 հիմնադրամի գործադիր տնօրենն է։ Շատ ուրախ եմ մասնակցության համար։ Ես իմ առջև նպատակ եմ դրել, որ ուսումս ավարտելուց հետո հետագայում իմ հնարավորության սահմաններում պետք է ես նույնպես աջակցեմ հիմնադրամին եւ հարկ եմ համարում նշել, որ համայնքի սկիզբը այնքանով է լավ դրված, որ թեկուզ հիմնադրամի չգործելուց հետո այդ մեծ ընտանիքի կապը պահպանվելու է հետագայում։